Բարի երեկո հարգելի բարեկամներ, ուրախ ենք ձեզ բոլորիդ կրկին ողջունել այս հյուրընկալ դահլիճում։ Այսօր Քարաոնչայի գիտական կենտրոնի 75-րդ հանդիպումն է։ Մենք հյուրընկալել ենք ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Հայկազունուն եւ այսօր կխոսենք գլոբալ առումով ճարտարապետության փիլիսոփայության, սիմվոլիզմի մասին։ Հարցերը ինչպես միշտ վերջում, խնդրեմ համեցեք։ Շնորհակալություն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք գալու մի դասախոսության, որը, չգիտեմ, վերնագրից ինչ պիտի հուշեր բոլորից, բայց ամեն դեպքում խոսքը գնալու է ճարտարապետության մասին, հայ ճարտարապետության մասին, կփորձենք անհրաժեշտության դեպքում որոշակի զուգահեռներ անցկացնել, բայց ասեմ, որ մեր ավանդական ճարտարապետության մասին տեղեկություններից այն ինչ որ մենք գիտենք, մի քիչ պիտի շեղվենք, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ցավոք սրտի այն ուսումնասիրությունները, որ ունենք կամ ունենք մինչև այսօր արված, որոշակի հարցեր անտեսված են տարբեր պատճառներով կամ դուրս են մնացել հետազոտողների ոլորտից, շրջանակից, որը իրականում բերել է մի խնդրահարույց վիճակի, որ վերջի վերջո ինչ է հայ ճարտարապետությունը, որովհետև եթե միջազգային գրականությանը հետևած լինեք կամ հետևեք, կտեսնեք, որ ասենք համաշխարհային ճարտարապետության պատմության այդ դասակարգային իրավիճակում Հայաստանը մի փոքրիկ հատվածով, այսպես սեղմված ներգրավված է բյուզանդական արվեստ կամ ճարտարապետություն բաժնում, որից կարելի է հետևել, որ ընդհանրապես խոսքը գնում է բյուզանդական ճարտարապետության մասին։ Եվ այնտեղ հայկականը կա թե չկա կամ ինչ չափով արդեն դառնում է հարցականերով լի մի ինչ-որ անհասկանալի բան։ Բայց իրականում ունենք չափազանց հարուստ նյութ, եւ այդ նյութը թույլ է տալիս բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ ճարտարապետության պատմատեսական խնդիրներին, ինչը կփորձենք հիմա մի քանի օրինակով անել, եւ ընթացքում գուցե բացահայտվեն էլի նոր մոտեցումներ, եւ սկսենք այն բանից, որ ինչ է արվել, շատ հակիրճ ձեզ տեղեկացնեմ, կարծում եմ, որ բոլորը ծանոթ եք, մանավանդ տեսել եք շատ հուշարձաններ, ինչ որ հիմա կփորձենք ներկայացնել, ուրեմն ճարտարապետական ժառանգությունը գոնե 4-րդ դարից սկսած, այսինքն քրիստոնեական շրջանից, ներկայացված է կամ պատմական ընդունված ձևաչափով, կամ շրջանային մասշտաբով, փորձել են դպրոցների վերածել, Շիրակի դպրոց, Տաթևի դպրոց, Սյունիք եւ այլն, որոշ դեպքերում հեղինակային, եթե պահպանված է տարբերություններ, եւ հիմնականում շեշտը դրվել է բնականաբար քրիստոնեական պաշտամունքային կառույցների ներկայացմանը։ Ավելի պակաս ներկայացված են բնակելի, ուրեմն ամբողջ ճարտարապետությունը բնականաբար ավելի քիչ պաշտպանական կամ այլ բնույթի, արդյունաբերականը ընդհանրապես միայն ներկայացված է, ասենք, ջրաղաց, ձիթան եւ այլ տեսքով, բայց ընդհանրապես սա շեշտը դրված է շինանյութի վրա, շինտեխնոլոգիայի վրա, ինչ որ հայտնի է, բայց մի կարևոր խնդիր, դե վերջի վերջո ինչպես է ստեղծվել այդ ճարտարապետական հուշարձանների այդ հսկայական ցանցը, մենք պատասխանը ցավոք սրտի չունենք։ Բայց հակառակը լսել ենք անշուշտ, որ ենթադրենք Հռիփսիմեի տաճարը միջնադարյան պաշտամունքային կառույցների գլուխգործոց է, բայց ինչով է նա առավել մյուսներից։ Սա ընդհանրապես դառնում է էմոցիոնալ մի նկարագրություն կամ ներկայացում։ Հիմա փորձենք փոխել տեսանկյունը։ Այո, ստեղծվել է հսկայական ժառանգություն, ինչպես ասացի, 4-րդ դարից մինչև ընդհուպ այսօր, կարելի ասել, որտեղ շարունակականությունը տեսանելի է, բայց երբ որ ուշադիր ենք լինում, պարզվում է, որ հիմնական ճարտարապետական տիպերը, առայժմ պաշտամունքային մասին է խոսքը, ստեղծվել են 4-ից 7-րդ դարերում։ Հիմնականը, ինչ որ գիտենք, խաչաձև կենտրոնակգմբեթ, սրահ կենտրոնակգմբեթ, շրջանակաձև,
ըստ հարկաբաժինների բաժանվող եւ այստեղ բնականաբար հարց է առաջանում ինչպես եղավ դա եւ ինչի չի ստեղծվել մի նոր տիպ ընդհանրենք 15-րդ դարում այնպեսի տպավորություն է որ հայ ճարտարապետական միտքը քարացել է չեն ծնվել ճարտարապետներ հա որովհետեւ կա կրկնություն եկեղեցին դարել է համալիր ավելացել են օժանդակ կառույցներ սեղանատուն եւ այլն բայց արդյոք դա էր պատճառը թե կային դավանաբանական արգելքներ որի մասին չի խոսվում կամ պակաս է խոսվում թե կային քաղաքական խնդիրներ սոցիալական տնտեսական բաց է կամ պակաս ուսումնասիրված ամեն դեպքում իմանալով հանդերձ բոլորս գիտենք թե ինչ կան մինչ քրիստոնեական երևույթներ են անցել քրիստոնեական շրջան սա էլ այնպես վերլուծված չի եւ մասնավորապես ասենք Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցին որ ծնվեց ով որոշեց որ Խաչաձև կենտրոնագմբեթ պիտի լինի Խաչի թևերն էլ հավասար որտեղ երբ որ նայում ենք համաշխարհային գրականությունը մասնագիտական Պարզ գրված է, որ հավասարատև խաչը հունական ծագում ունի։ Այն ժամանակ մենք ինչ ենք վերցրել հունական ծագումով մի լուծման ձև ու դարձրել, ենթադրենք կարմրավոր, աշտարակի կարմրավորը, գեղեցիկ այդ կառույցը կամ լմբատավանքը։ Հիմա փորձենք ոնց ենք թերթելու, փորձենք մի քանի բան նայել վերհիշելու համար ընդամենը Ուղղակի թերթեմ, որ ասենց ես թերթեմ, հա։ Հիմա տեսեք, սա անցնենք, ուղղակի ես դրել եմ, այ տեսեք, ունենք միջքրիստոնեական կամ նախաքրիստոնեական հնագույն կառույց եւ իմիջիայլոց մինչեւ հիմա պայքար է գնում սիրական ազդեցություն, տեղական ազդեցություն եւ մոռանում ենք, որ վերջապես կան հետազոտություններ, որոնք այլևս ասում են, որ սիրական ազդեցությունը միայն քրիստոնեական պարտադրանքով մի քանի դրույթներ են։ Մյուսը կապ չունի Սիրիայի հետ, բայց շարունակում է մնալ, որ սա սիրական է։ Իմիջիայլոց երբեմն այսպես ես ժամանակի եւ տարածության մեջ կփորձեմ մի քիչ թռիչք կատարել, խնդրում եմ ուշադիր լինենք։ Սիրիական ամբողջ ճարտարապետությունը իբրև կառուցվածք իրականացված է հռոմեական պատշարելու սկզբունքով։ Այսինքն սալեր են իրար վրա դրված։ Հայաստանում մի դիչ շարվածք է, երաշերտ պատ է։ Սրանք բոլորովին տարբեր են, թե իրենց կառուցվածքով, թե իրենց գեղագիտական հատկություններով, թե սեյսմիկ իրենց հնարավորություններով եւ թե փիլիսոփայությամբ։ Երերույթ եւ բանի բացի երերույթ ունենք այսպես բանի Ղազախի բազիլիկա մի քանի հատ ունենք պահպանված, ուղղակի վերակառուցման տարբերակն է, ոչ թե ավելակը։ Հիմա տեսեք, Խաչաձև հատագծով եկեղեցի, սրահավոր գմբեթավոր, հա, եւ ինչ ենք նկատում, որ որոշակի նմանություններ կան, որոնք մենք չենք պարզաբանել։ Օրինակ, գետնի մակերևույթից բարձրացված է 1, 2, 3 իրականում հողը ծածկել է շերտ, հետո գալիս է ինչ-որ մի տարածություն, հետո գալիս է այն հատվածը, որը կոչվում է գմբեթ կամ թմբուկ վեղար, հա, եւ այս բանը նկատել է բոլոր կառույցներում։ Ինչի է այսպես հորինված։ Այսինքն մենք ունենք կարծեք թե մեկ շերտ, որի վրա կառուցում է երկրորդը եւ ունենք երրորդ շերտը։ Այսինքն եռամաս է այս կառույցը։ Բացի այն, որ եռամաս է, ինքը ունի խաչ խնձորակից դեպի ներքև, եթե մտովին մի ուղղահայացի չեցնենք, բոլոր կառույցների մեջ կա այդ ուղղահայացի գաղափարը։ Ուրեմն ճակատային կամ ծավալային հատվածում պարտադիր 3 շերտ եւ ուղղահայացի վրա պտտվող։ Հիմա սա ինչ է նշանակում։ Ով գտավ որ այս կրկնվող երևույթը հսկայական պատմական մի շերտում, հա 4-րդ դարից պիտի սա պահպանվի եւ դրա մեջ կա պատահականություն թե ոչ։ Եթե նայենք, ասենք Զվարթնոցատիպ կառույցը,
այստեղ էլ ենք տեսնում այդ շերտավորումը, արդեն ճիշտ 3-ով, հա, եւ թմբուկի մասը ինքը արդեն 2 մաս է դառնում, եւ արդյոք սրանք ինչ նշանակություն ունեն։ Եթե փորձենք նայել հատակագծային լուծումը, ապա այն, որ բոլոր պաշտամունքային կառույցները միջնադարյան Հայաստանում ավագ-խորանով ուղղված են դեպի արևելք, սա բոլորս գիտենք։ Ինչու արևելք։ Գիտենք սրա քրիստոնեական մեկնությունը, որը իմիջիայլոց, չգիտեմ, ինչքան որ խորանում ես, այնքան հարցականներ է առաջանում այդ արևելքը ինչով պիտի պայմանավորված լիներ։ Եվ բնականաբար նկատում ենք, որ օրինակ այս տարբերակում նորից ունենք շերտերի խնդիր, հա, ունենք այդ հորիզոնականը, որը կրկնվում է եւ կարծեք թե ուղղայած առանցքով ֆիքսվում են մասերը, առանձնանում են, այ տեսեք տարբերվում են դրանք։ Հիմա սրանք պատահականություն են թե ոչ։ Ցավոք սրտի միջնադարյան ճարտարապետության մասին մեր տեղեկությունները գրավոր, որ մասը ինչպես ստեղծվեց, շատ սուղ են, պակասում են, կամ դրանք եղել են չեն պահպանվել, կամ չի ֆիքսվել, փոխանցվել է վարպետից աշակերտ, հա, եւ ամեն դեպքում մի բան պարզ է դառնում, պատվիրատուն, ով պիտի լիներ արդեն կարևոր չի, շատ հստակ իմացել է ինչ է պատվիրում, իրականացնողն էլ է իմացել, որովհետև այս կամ պատահականություն դարերի մեջ չէր կարող լինել, սերունդ է փոխվում, անցնում է քանի 100 տարի, նորից նույն սկզբունքով է կառուցվում, ուրեմն սկզբունքային երևույթը պիտի հայտնի լիներ, նախատիպը, հա, գոնե մտածողության մեջ պիտի հայտնի լիներ, եւ ինչ է ստացվում, որ տիպերը փոխվում են, տեսեք, սկսում են զարգանալ տիպերը, բայց հիմնական լուծումների մեջ գերակշռում են իմիջիայլոց շատ հետաքրքիր մի բան, ամբողջ միջնադարյան պաշտամունքային կառույցում ունենք քառանկյուն հատակագծային լուծում, հավասարաթև խաչաձև լուծում եւ շրջանակաձև կամ բազմանկյուն, ասենք դեպի շրջանակը ձգտող։ Եթե դիտենք այս երևույթը իբրև երկրաչափական պատկեր, ուրեմն նորից հարց է առաջանում, ինչ է միտքը չէր տալիս հնարավորություն մի ուրիշ նկարվածքով կառույց ստեղծել, ուրեմն պատը կարող եմ ցանկացած ձևով շարել։ Ոչ մի արգելք չէր կարող լինել, բայց ինչի են կրկնվում անպայման քառանկյունը, հա, խաչը, որը իմիջիայլոց նորից քառանկյուններով է բաղկացած, նրա մեջ ներգծված ուրեմն շրջանակը կամ կիսաշրջանը, եւ նույն բանը կրկնվում է նաեւ ծավալում։ Ուրեմն նորից հարցական է ստացվում, ինչուները շատանում են։ Շրջանակաձևի պարագայում շատ հետաքրքիր երևույթ կա, որը երբևէ մենք որ այցելում ենք հուշարձան չենք էլ նկատում, ասենք թմբուկի վրա կա 4 բացվածք, կա 2 բացվածք, բայց ոչ երբեք 1 բացվածք, ասենք պատուհան, հա, լուսամուտ։ Ուրեմն ինչի 4։ Երբ որ նայում ենք թվաբանությանը, պարզվում է, որ թվերը նույնպես են կրկնվում 4, 8, 12, 16։ Ավել չկա, ուրեմն ինչի, բայց իրականում կարող եմ ավել անել բացվածքը։ Կարող եմ անել ինչքան որ ուզեմ, որտեղ պատի հաստության այստեղ սահմանափակում չկա։ Ուրեմն եղել է ինչ-որ արգելք։ Այն որ չունենք կլոր քանդակ, սա հայտնի է, որովհետև եկեղեցին արգելեց կլոր քանդակը համարելով ոչ քրիստոնեական մտածողությանը հարիր, այսինքն հետանոսական անհավատների կամ չգիտեմ ինչ եւ այլը։ Բայց ունենք զարմանալի ուրեմն բարելև, գորելև, հա, տարբերակները, որոնք ոչ մի բանով չեն զիջում կլոր քանդակը, իր թեմատիկան ընդհանրապես անսահման է եւ նմանվնույնացվում է կամ զուգահեռվում է մեկ հարտակերա է գալիս մանրանկարչության հետ, այստեղ մշակութային շերտի նույնություն կա, բայց թվաբանական անցումները 1, 3, 7, հա 6, 8, 12 եւ այլը անընդհատ կրկնվում են, այսինքն մասնությունների համաչափական
թվաբանությունը կրկնվում է։ Այստեղ ցավոք սրտի կան զարմանալի հարակից ինչ-որ ուսումնասիրություններ, որոնք երբեմն խանգարում են ճշմարտությանը մոտենալուց, որտեղ ասում եմ չի պահպանվել որևէ բան։ Ասենք արդյոք մեզ հայտնի է, որ արմատ, ինչ-որ թվից արմատը որ դարից պիտի մտներ Հայաստանի մշակույթ։ Ասենք 4-րդ դարում մեր վարպետները գիտեին այդ մաթեմատիկական հաշվարկի եղանակը, եւ դա են կիրառել։ Երբ որ նայում ենք հնագույն շերտին, հիմա կամաց կանցնենք նաեւ միջ քրիստոնեականը, պարզվում է, որ բոլորովին ուրիշ մտածողություն է։ Եվ վերջիվերջո կա մեկ պարզ բան, շինարարը, ճարտարապետը մինչև մտքում չպատկերացնի ինչ է ուզում կառուցել, նա երբեք քարը ձեռքը չի վերցնի, պատ չի շարի։ Այսինքն նախնական պատկերը ինքը պիտի ունենա եւ պիտի հիմնավորի։ Դա ոնց էր արվում եւ ինչպես էր արվում եւ արդյոք կարող էր նա ավանդականը մոռանալ, պատմությունը մոռանալ, որտեղ այդ հուշարձանները կային 4-րդ դարում։ Իսկ մենք պատմությունից գիտենք, որ դուք էլ շատ լավ գիտեք, որ մինչև ընդհանուր 19-րդ դարը կային բնակավայրեր կամ մարդիկ, որոնք այդպես էլ չընդունեցին քրիստոնեությունը։ Ինչ է նշանակում սա, ինչպես որ ասենք 70 տարվա կոմունիստական շրջանում բոլորը չէին, որ կոմունիստներ էին կամ հավատացյալ կոմունիստներ էին։ Այսինքն մենք միշտ տարբեր շերտերի այստեղ բախում ունենք, որը բարձի թողի է մնացել, կարծեք թե կամ անտեսվել է։ Հիմա եթե փորձենք այսպես արագ անցնել, հա, պարզվում է, որ այս դեպի արևելք ուղղվածությունը եւ շեշտադրված աշխարհի 4 կողմերի երևույթը եկեղեցում միանշանակ հատակագծային լուծման մեջ դրված է։ Կարող ենք ասել, որ շատ լավ ընդունված է, բայց թե սա ինչպես է ծնվել կամ եռամասը ինչպես է ծնվել, որ ամբողջ միջնադարը գիտեք չմոռանանք, թե երկրային կյանք, երկրային եւ անդրաշխարհը քանի դրսեւորումներ ունի, բայց արդյոք սկիզբը ուր պիտի հասնենք այս մտածողության, որ փնտրենք, թե ինչպես դա պիտի գար քրիստոնեական ճարտարապետություն։ Բայց գիտեք հետաքրքիրն ինչ է, որ տեսեք ես սկզբից մինչև հիմա անդադ շեշտում եմ պաշտամունքային քրիստոնեական, բայց նույն երևույթը նկատելի է քաղաքաշինության մեջ, նույն երևույթը նկատելի է բնակելի կառուցապատման մեջ, նույն երևույթը նկատելի է պաշտպանական կառույցներում եւ տարածքաշինության մեջ, որի մասին դարապես չենք խոսում։ Այսինքն հայկական ամբողջ լեռնաշխարհը կամ հայկական տարածաշրջանը, հա, աշխարհի 4 կողմերի վրա ունեցել է ֆիքսված կետեր, ասենք, որոնք կոչվել են դրունքներ։ Հյուսիսային, արևելյան, հարավային եւ այլը, առավել եւս այդ դրունքների մոտ եղել են պահակակետեր, սահմանային պահակակետեր, զինված պահակակետեր, նույնիսկ եղել է ճանապարհի Աստծո արձան դրված։ Չի պահպանվել, բարձր թե ինչու։ Ուրեմն այս քարակոմ բաժանումը, ես հիմա քարակոմը շեշտեցի, մի քիչ հետո կասեմ թե ինչու, քրիստոնեական չի։ Սա ժառանգել ենք մենք միջ քրիստոնեական մշակույթից։ Հիմա փորձենք ավելի հետ գնալ, հասկանալու համար, թե ուր պիտի հասնենք։ Ուրեմն այս երկրաչափական պատկերները պարզվում է ճարտարապետության մեջ բոլորը օգտագործվում են։ Եվ հետաքրքիր է, որ նորից պահպանված չի, թե ինչպես եղավ, որ այս պատկերները սկսեցին իմաստ ձեռք բերել, կամ նրանց իմաստ տրվեց, եւ այդ իմաստը տեղը գտավ ճարտարապետական կառույցի այս կամ այն հատվածում։ Այստեղ մի քիչ շեղվենք, եւ մեր սիրելի Արմենն էլ ինձ կօգնի, կհուշի, որ փաստորեն ստացվում է, որ այսօր ճարտարապետությունը իբրև մշակութային կամ արհեստածին երևույթ ուսումնասիրելու ճանապարհին մենք չենք կարող չանդրադառնալ պատմությանը, հա, ազգագրությանը, լեզվաբանությանը,
մտածողության այս բոլորի, որովհետև ճարտարապետության մեջ ցանկացած տերմին ճարտարապետական պարզվում է երկակի իմաստով է հանդես գալիս։ Լուսամուտ պատուհան։ Հիմա որ դեպքում է ճարտարապետ շինարարը օգտագործում լուսամուտ բառը կամ հասկացությունը, որ դեպքում պատուհանը, որ դեպքում պատը, որ դեպքում որմը, որ դեպքում հիմքը կամ հիմնատակը կամ չգիտեմ տափը, սա մի հատ ուրիշ ոլորտ է, որ պիտի լինես լեզվաբան, հա, հետո լինես էլի չգիտեմ տարբեր մասնագիտություններ կրող, որպեսզի կարողանաս դրանք հասկանալ, որտեղ ժամանակի տարբերությունը հսկայական է, որտեղ դուք գիտեք, խոսվել է արդեն այստեղ էլ, մենք ինչքան կարող ենք հետ գնալ մեր մշակութային պահպանված նյութերի վրա։ Որոշ հետազոտողներ ասում են, ընդհանրենք 7-րդ հազարամյակ, որոշը 8-րդ, հասնում ենք 10-րդ, որոշ ասում են չէ, 10-րդ չի, արդեն գերմանացիները գտան, որ 12-ից էլ կարող ենք ասել, հետո որոշն ասում են 20-րդ հազարամյակ, բայց ես հակված չեմ որևէ մեկի վրա կանգ առնել, որովհետև ես չեմ հասկանում, եթե Երևանի տարածքում կա եւ հայտնի է քարանձավ, Երևան 1, Երևան 2, որտեղ գտել են Homo sapiens-ի, թե Homo sapiens sapiens-ի ծնոտոսկրը կարծեմ, եւ թվագրում են 40,000 տարի, հա, Քրիստոսից առաջ։ Ուրեմն 40,000 տարի առաջվա այդ Homo sapiens-ը եւ պիտի դառնար մտածող մեկը ու ֆիքսեր ինչ-որ մի բան, որը հասներ մեզ։ Եվ արդյոք քանի հազար տարի է դա տևել, չէ՞ որ նա չէր կարող չմտածել, քանի տարի են բնազդով ապրել, հա, ինչ-որ մի այն ժամանակ հետո պիտի փորձեին արդեն գիտակցական մեծ ծանոթ, ճակերտավոր գիտակցական կյանքով ապրել։ Նշանակում է այս թվային մեծ ծանոթ բաժանումը շատ պայմանական է։ Եվ եթե ձեզ ծանոթ այդ համակարգը մենք մի գծով փորձենք պատկերացնել, ուրեմն քրիստոնեական շրջանը ընդունված կարգով, եթե մենք համարում ենք 2000 տարի, ուրեմն այդ մյուս շերտը այնքան շատ է, որ հիշողությամբ դա վերարտադրել եւ բերել ճարտարապետություն դառնում է ահավոր բարդ մի բան։ Բայց ամեն դեպքում ճարտարապետական ցանկացած հորինվածք չէր կարող չունենալ նախատիպը։ Եվ այդ նախատիպը գտնելը տարբեր ճանապարհներով պիտի փորձենք անել, ինչ որ այստեղ այդ փորձը մի քիչ արված է, եւ նկատելի է, տեսեք, մի զարմանալի օրինաչափություն։ Օրինակ, քառանկյուն հատակագծով պաշտամունքային կառույցները որպես կանոն նվիրված են երկրային երևույթների կամ այն մարդկանց, որոնք սրբացվել են, որոնք երկրային են։ Ի հակառակ դրանց շրջանակաձև կառույցները երկնածին երևույթներին են նվիրված։ Զվարթնոցի տաճարը, զվարթնոցները երկրային չեն։ Հա, կա մի բացառություն, որ այն թագավորները կամ իշխանները, որոնք ուզեցել են իրենց վերագրել երկնային հզորություն, հա, երկնքի եւ երկրի թագավոր, իրենց կառուցած պաշտամունքային կառույցը նույնպես շրջանակաձև է, ասենք Գագիկ թագավորի, անեցի Գագիկ թագավորի եկեղեցին, հա։ Ուրեմն այստեղ հարց է առաջանում, այսօր սա էլ է պատահականություն։ Հաջորդը եռանկյունների մասին բազմաթիվ վերլուծություններ կան։ Ամբողջ միջազգային գրականությունը զարմանալիորեն ինչ է ասում, որ այս նշանները հին են։ Ոչ ոք չի գրում ինչ կան հին։ Հա, շատերը ասում են արևելյան ծագում ունի։ Արևելքը որտեղ է, չեն ասում։ Եթե ուսումնասիրողները եվրոպացի են, ուրեմն իրենց արևելքը ուր է հասնում։ Բայց ասենք արվեստի պատմությունից նրանք ովքեր գիտեն, ասենք Գոգենը, Վան Գոգը, հա, նկարիչներ, իրանց համար արևելքը պարսկական սարարտից են կողմ չէր անցնում։ Իրանք չէին ճանաչում ուրիշ արևելք։ Եվ զարմանալու են արևելքի մեջ էր մտնում իրենց պատկերացմամբ Փոքր Ասիան, հա, նաև այսօրվա Իրաք, հա, այսինքն միջագետքյան երկրները։ Արևելք էր իրենց համար։ Հիմա մեր արևելքը ուրիշ տեղ է,
հասնում է Ճապոնիա, չգիտեմ արդեն ուր է հասնում։ Հիմա ինչ է ստացվում, որ պատկերացումները նշանների գոյացման ուրեմն հնագույն են, արևելքում են եւ խտացնում են բազմաթիվ այլ իմաստներ։ Բայց ոչ մի հեղինակ չի նշում իրեն ուսումնասիրած տարածքի հնագույն նշանի գոնե տեղը։ Այսպիսի նշաններ Հայաստանում դուք գիտեք ինձանից լավ թե ինչ կան կա, որտեղ են գտնվում, բայց դրանց վերլուծություններ են կիսատ, այն ինչ որ հնարավոր է գոնե կան, բայց եթե նույնիսկ եվրոպական մտածողությամբ շարժվենք կամ քրիստոնեական, ուրեմն ստացվում է ենթադրենք եռանկյունին, հա, խորհրդանշում է Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ուրեմն քրիստոնեական շրջանում մենք զարմանալիորեն մեր միտքը աբստրակվեց, մենք Սուրբ Հոգին ընկալեցինք միանշանակ, բայց հարց առաջանում, իսկ դրանից առաջ մեր նախապապերը այդպես լավ կարող էին Սուրբ Հոգու մասին ազատ երևակայական ընդհանրություն անել։ Թե իրանք շատ լավ գիտեին, որ մի հատ արական, մի հատ իգական զույգի միացումից ծնվում է զավակը։ Եվ արդյոք այս եռյակը չէր նշանակելու հայր, մայր, զավակ։ Իսկ եթե նայում ենք այս երկու նշանների համադրությունը հայ ճարտարապետության մեջ, ընդհանրապես չենք հասկանում, բայց ինչի է համադրվել եւ շրջանակի մեջ առնվել։ Ուրեմն նա պիտի իմաստ ունենար։ Երբ որ այդ իմաստը չգիտենք, իհարկե սա շատ հանգիստ վերագրում ենք մեր ոչ հերու թեմոտի կարևաններին, համարելով, ասենք, հրեական ինչ որ նշան։ Նույնը վերաբերում է այս նշաններին, նույնը վերաբերում է այս նշաններին, հա, եւ զարմանալիորեն ինչ է ստացվում, որ եթե մենք համեմատում ենք նշանագրությունը մեր ենթադրենք առասպելաբանության հետ, ապա չենք կարող չնկատել, որ ենթադրենք արեգակը իրեն հետ կապված նշանային թե ամբողջ պատմություններով ունի իրեն կենդանակերպը։ Եվ այդ կենդանակերպը այրուցն է։ Եվ պատմության մեջ եւ ոչ միայն հայկական զուգահեռները շատ են։ Հայաստանում առավել եւս բավական է ընդհանրենք նայել Սասունի Դավիթը, տեսնել թե ինչքան զուգահեռներ պիտի լինեն, որոնք իմիջայլոց ճարտարապետության մեջ ցայտուն են։ Անի մայր տաճարի վրա արծիվի գոյությունը ինչ է նշանակում։ Արդյոք դա միայն գեղեցիկ արված բարելև է, բայց եթե նայում ենք թե դա որ մասում է քանդակված, ապա տեսնում ենք, որ դա քանդակված է Աստծո երկրային տան ամենավերևի հատվածում։ Ոչ մի պաշտամունքային կառույցում արծիվի քանդակ կամ նշան չի կարող տեսնել ստորին հատվածում։ Նա պիտի լինի այն հատվածում, որտեղից սկսվում է Աստծո երկրային տունը, այսինքն գմբեթը։ Եվ անպայման ինքը վերցրած է կամ կիսակամարի կամ եռանկյան մեջ։ Իսկ կամար, կիսակամար արդեն պատկերացնում ենք, որ ինչ պիտի նշանակեր։ Նույնը վերաբերվում այս շրջարճամլիկ պատկերին։ Ինչ է նշանակում, այս կենդանիները ինչ են անում վերջապես։ Եվ դա քրիստոնեական որ պաշտամունքային երևույթի հետ առնչվում, թե ուղղակի երկիր փոխկապվածության խնդիրն է։ Նրանց ոչ թե մենամարտը, այլ հավասարազոր գոյությունը մեկը մյուսից անկախ չի կարող գոյատևել։ Եվ երբ որ նայում են խորհրդաբանական առումով, պարզվում է դրանց մեջ կա նաև արական եւ իգական պատկերացումների խտացված ձևերը։ Այսինքն ստացվում է, որ եկեղեցական պատկերը, կենթանական պատկերը, բուսական պատկերը իրենց բոլոր խորհուրդներով խտացված են, այդ թվում հստակ արական իգական հարաբերության մեջ, եւ այստեղ խոսքը գրում է ընդհանրապես տիեզերական կամ տիեզերածնական պատկերացումների մասին, որոնք քրիստոնեականի մեջ խտացված կերպով դարել են այն տաճարային ձևը, որը մենք տեսնում ենք, մի բան, որ բյուզանդականում չկա, նորից հիշենք բյուզանդականի մասին առաջի ասածը սկզբնական շրջանում։ Իսկ եթե մենք համեմատենք բյուզանդականը հայկականի հետ զուտ գեղագիտական առումով, եթե ձեզ հաջողվել է տեսնել բյուզանդական քրիստոնեական կառույց, ապա նկատած կլինեք, որ պատը, ասենք, գետնա հատվածից մինչև տանիք շարված է ամենատարբեր գույնի չափի քարերով, այդ թվում աղյուսնել հետը։
Այսինքն գեղագիտական որ որակի մասին է խոսքը, երբ որ հայկականը երկու կողմից սրբատաշ է, եւ այդ սրբատաշի տեսակները կան, սկսած քարի չափերից, մինչև պատի հաստությունը, մինչև դրանց ամբողջ հորինվածքային առանձնահատկությունները։ Ուրեմն որ գեղագիտության մասին է, ով ումից պիտի ազդվեր, կամ պիտի ազդվեր, թե ոչ։ Այսինքն, եթե մենք հանենք զուտ քրիստոնեականը եւ թողենք գեղագիտականը, ուրեմն մենք պիտի քրիստոնեականից հետ գնանք, ինչքան որ կարող ենք այդ տիպաբանական նախատիպը գտնելով։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, որ ժամանակները փոխվում են եւ մեր պատկերացումները այսօրվա այսպես զուգահեռել կամ նույնացնել վաղ միջնադարի հետ, ուշ միջնադարի հետ, թեկուզ 19-րդ դարի հետ նույնպես չի ստացվի։ Գիտեք ինչ է ասել Մխիթար Գոշը ձեզ ծանոթ։ Ասել է եկեղեցի կառուցելու իրավունք վերապահվում է միայն arczepiskoposին։ Մյուսները եթե կառուցեն, քանդել անմիջապես, օրենք էր սա։ Այսօր ինչ է կատարվում, այսօր ով որ երազատեսնում, կառուցում է մատուռը, ինչ որ ուզենա։ Հա? Չէ, բնական է եւ ունի ինչ որ կամ ունենում է։ Այսինքն հիմա մենք երբ որ այսպես փորձում ենք հետ գնալ, ուրեմն պիտի նաեւ բարձենք մեր միտքը, փորձենք հասկանալ այդ խորհուրդների իմաստը, զուգահեռներ տանելով, հա, փորձել հասկանալ, վերջիերջո մենք հավաքականով ուր ենք հասնում։ Այս սրանք անցնենք, հա, այստեղ մի զավեշտական շաքերտավոր բան պատմեմ կապված Գեղարդի ձեզ ծանոթ ուրեմն երևույթի հետ, մի նամակ էր եկել մշակույթի նախարարություն, նախորդ նախարարներից մեկի ժամանակ, որտեղ մի անհայտ հեղինակ պնդում էր, որ ինքը վերջի 4-5 տարին ուսումնասիրել է ուրեմն Գրիգոր Լուսավորչի կյանքը եւ այլը եւ պարզել է, որ այստեղ քանդակված է սատանայի աստծո ուրեմն քանդակը։ Իդեմս այս վերևում եթե նկատելի է միշտ վատա նկարվում բան է ուրեմն խոյ է կամ այծ է, հա, բայց առանց մուրուքի բանի։ Եվ նա ոնց է տեսել սատանայի աստծո արձանը, որը երևի տեսած կլեք խորհրդաբանության մեջ ոնց է նկարվում, եւ փորձում էր նախարարից ստանալ իրեն այդ հետազոտության հավաստիությունը։ Եվ պարզվեց, որ ինքը գիտի արդեն սա ինչ է, մենք չգիտենք սա ինչ է, հա, ինչի են ենթադրենք այս թռչունը ինչի է գառնուկին բռնել երկու ճանկերով, հա, եթե քրիստոնեականով մեկնենք, ուրեմն հավատացյալներն են, գառնուկ հավատացյալներն են, առաջնորդն է, բայց կա հին պատկերացումները նաև պահպանված, որ ինքը նորածին արեգակին է փրկում արծիվը, որտեղ արծիվը թռչնապատկերն է արեգակի։ Ուրեմն այստեղ ստացվում է, որ էլի տեսեք քանի շերտ մեկը մյուսի վրա, նույնը կապված արդեն բուսական աշխարհի հետ, հա, իմիջայլոց նորեն քիչ ուսումնասիրված, ուրեմն պարզվում է աշխարհի 4 կողմի կամ այդ երաշերտության կամ երադասության գաղափարը նույնությամբ Արարատյան թագավորության շրջանի մշակույթում մեջարտադրության մեջ է պահպանված։ Ի տարբերություն, որ այնտեղ տաճարները դեպի արևելք չեն ուղղված, որտեղ այս շրջանում դեռևս արեգակը չէր նույնացվել կամ արեգակի ճշմարիտ լույսը եւ Քրիստոսի պատկերացումները չէին նույնացվել։ Արեգակ անձեռնամխելի էր, որտեղ նա արարիչն էր երկրային կյանքի։ Հա? Ուրեմն տեսեք, քարե դարից մինչև միջնադար այս նշանը մենք ամենտեղ տեսնում ենք։ Եվ երբ որ նա քրիստոնեական մեկնություն ստացավ, մենք կորցրեցինք մի հսկայական շերտ փաստորեն։ Ուրեմն ցանկացած արտիֆակտերում այն ինչ որ մենք ունենք, չեմ ուզում շատ մանրանալ, դուք կտեսնեք նույն նշանները, նույն մոտեցումները, նմանատիպ ժայռապատկեր աշուր տեսել եք, որ հիմա տեսնում եք սապորի վրա, եւ ես փորձել եմ առանձնացնել առանց վերլուծության ժայռապատկերներում գոյություն ունեցող եկաչափական պատկերները։ Պարզվում է այն ինչ որ միջնադարում ունեցել ենք եւ կիրառել ենք իրանց տեղերը իմանալով, բոլորը մենք ունենք ժայռապատկերներում։ Անխտիր։
նույնիսկ ավելին, քան թե կարելի էր ենթադրել։ Իմիջայլոց դա վերաբերում է նաև ճարտարապետական փոքր ձևերին, խաչքարերին, այսինքն ցանկացած արհեստացին կամ մարդու մտավոր գործունեության արդյունքում ծնված երևույթի մեջ մենք նույն բաները նկատում ենք, մոտեցումները։ Հիմա տեսեք, ես փորձեցի ուրիշ մեկ ճանապարհով նաև մոտենալ խնդրին։ Աշխարհի 4 կողմերը ֆիքսող ժայռապատկերել ունենք, շատ են, բայց փորձեցի այսպես անել, ուզում եմ ուղղակի ձեզ հետ կիսվել։ Ընդհանրապես մարդ արարածը երկրածին, ասենք, թողնենք այն պատկերացումը, թե կարող էր գալ ուրիշ մոլորակից, ամեն ինչ հնարավոր է բնության մեջ, բայց երկրածին մարդ արարածը բնականորեն ունի մի քանի բնությունից տրված հատկություն, որպեսզի կարողանա ապրել, նա շնչում է։ Շնչելու համար ոչ մի ջանք չի գործադրում։ Եվ երբեք էլ չի մտածում, որ կարող է այն ինչ որ ինքը շնչում է այս օդը թթվածինը կարող է վերանալ։ Երբեմն զգում է, եթե օդը աղտոտված է կամ եթե քիթը փագենք եւ այլը, բայց ինքը որևէ չարչարանք ֆիզիկապես մտային չարչարանք չի ներդնում դրա համար։ Հակառակը չի կարող առանց սնունդ ապրել եւ սնունդ հայթայթելու համար նա պիտի ջանք թափի նախնադարից սկսած մինչեւ այսօր։ Ուրեմն սա խնդիր է, սնունդ հայթայթելու խնդիրը։ Հաջորդը ինչ է, պիտի ջուր խմի, որը նույնպես խնդրահարույց է։ Խմելու մաքուր ջուրը, պիտանի ջուրը որտեղ է։ Այնպես չի լինում, որ կամ նախնադարում, որ դրանք երկուսը մեկտեղ լինեին։ Ջուրը մեկտեղ էր, ուտելիքը մի այլ տեղ էր։ Հաջորդ խնդիրը տեսակի պահպանությունը եւ վերարտադրությունն է։ Իրեն համար հիմա դա բնազդային էր, բնությունից տրված էր թողնենք, բայց դա իրեն համար դառնում է խնդիր։ Այդ սրա համար ինքը պիտի ապահովեր բարենպաստ պայմաններ։ Եթե սկզբից պիտի բավարարվեր քարանձավով, այրով, չգիտեմ, մեծ ծանոթ կամ անծանոթ եղանակներով, ուրեմն նա պիտի արհեստականորեն կառուցեր։ Այ ինչպես կառուցելը, սա մի առանձին խնդիր է ճարտարապետության մեջ, որ արդեն կարծեք թե տեսանել է դառնում, թե ինչպես է արել։ Հիմա խնդիրը, եթե փորձենք այդ նախատիպը փնտրելու ճանապարհով գնանք, ինչպես պիտի փնտրեր կամ ֆիքսեր ուտելիքի տեղը, ինչպես պիտի ֆիքսեր ջրի տեղը, որպեսզի կարողանար հեշտ գտնել դրանք, առանց ջանք թափելու կամ կորցնելու կամ էներգիա ծախսելու։ Մենք իհարկե այսօր կարող ենք տարբեր բաներ հուշել, բոլորն էլ կլինեն ընդունելի, բայց կարծում եմ նախամարտու համար պիտի լիներ մի կարևոր բան, գտնել ամենահաստատունը, ամենավստահելի եղանակը։ Եվ հենվելով այս ամբողջ մեր ասացի ճանապարհով եթե հետ ենք գնում, ապա հանգում ենք մի եզրակացության, որ երևի թե առաջի գյուտը, որ մեր նախները արել են, դա եղել է այնքան պարզ այսօր մեզ համար թվացող, ինչքան բարդ իրեն համար։ Ինքը նկատել է, որ երբ որ երկիր մոլորակի որևէ կետից, որտեղ ինքը այդ պահին գոյություն ունի, եթե ինքը շարժվի դեպի արևածագ, որ իրեն համար տեսանելի էր արդեն իսկ, եւ տեսնում էր արևի կենսարար լուսատու լինելու հատկությունը, ջերմատու լինելու հատկությունը, թե այս իրեն մշտական շարժման հնարավորությունը ուղղությունը չի փոխվում, դա արդեն ինքը գիտեր, տեսել էր բնության մեջ, ավելի շատ էր լինում, քան թե մենք։ Եվ եթե ինքը միշտ շարժվի դեպի արևածագի ուղղությունը, որևէ շարժման ուղղության կետում կանգնի եւ պտտվի իրենից առանցքի շուրջ, պիտի գա ելակետին։ Ուրեմն այս երևույթը հենց որ ինքը գլխի ընկավ, փորձեց սա հիշել, ֆիքսել եւ շարունակեց, որ եթե կանգնած տեղից ինքը պտտվի միակ անգամելու գնա դեպի արևամուտ, հա, ուրեմն նորից կարող է պտտվել, նորից հետ գալ ելակետ։ Նույն բանը կարող է անել երկու ձեռքերի օգնությամբ, որ հետագայում պիտի կոչվեին աճ, ձախ, չգիտեմ, ձախության մանկական հիվանդություն եւ այլը, եւ ստացվում է, որ երկիր մոլորակի իրեն ապրելատեղի ֆիքսումը ըստ արևածագի իրեն համար դառնում է այսօրվա բառով ասած կողմնացության երևույթ մարմին օգտագործելով որպես գործիք։
Իսկ ուրիշ բան իրեն պետք չէր, ինքը կար, արևածագը կար, արևը կար, ընդհանրապես պիտի ֆիքսել ուղղությունը։ Այսինքն ջուրը գտնվում է դեպի արևելք, այսքան քայլ, այսքան օր, այսքան 40 օր, եթե սիրածը հետ չգա, ուրեմն չգիտեմ ինչ կլինի, հա, երկու լուսին անցնելուց հետո եւ այլն։ Ուրեմն կարողանում է ֆիքսել երկիր մոլորակում իրեն գտնվելու վայրը եւ իրեն անհրաժեշտ կետերը։ Իհարկե դա զուգահեռում է գագաթ, սար, կանաչ եւ այլ երևույթներից, որոնք օգնում են, ավելի խտացնում են իրեն պատկերացումը։ Այս խնդիրը փորձել ենք անվանել աշխարհի քառակոմ բաժանման համակարգ։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք միջնադարում հատահագծում, ոչ միայն պաշտամունքայինի։ Բայց հետո փորձը ցույց է տալիս նախամարտը, որ ինքը շատ բան չգտավ, որովհետև կան երևույթներ, որ այդպես էլ չհասկացավ, թե ինչա կատարվում։ Ինչա կատարվում երկնքում, հա, ավելի շատ գիտեր ինչա կատարվում երկրի վրա, եթե գիտեր, եւ ինչա կատարվում երկրի տակ, անդրաշխարհում։ Եվ իրեն պատկերացմամբ, արդեն երևակական պատկերացմամբ, իրեն կապը անդրաշխարհ ետիեզերքի հետ բաժանեց այդ 3 մասերի։ Երկրային պայմանական, հա, անդր եւ երկնային։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այս երկու պատկերացումները, երբ որ մենք մոտեցնում ենք իրար, անունները ինչքան էլ որ փոխենք ժամանակի մեջ, ուրեմն ստացվում է մի շատ հետաքրքիր նկարվածք, որը մենք ուղղակիորեն տեսնում ենք բոլոր տիպի կառույցների հիմնական առանցքում, որի շուրջ ծավալվում է մնացած կառույցը, քանի հարկանի ուզում է լինի։ Այդ համակարգը փաստորեն, այն ինչ որ վերնագրում գրված էր մոդել մանրակերտ, փաստորեն այդ մոդել մանրակերտն է, որը հիշելու համար ստերոտիպ պետք չէր հատորներ գրել։ Դա հանգիստ կարելի էր մտապահել, որտեղ անդադ իրեն հետ էր, գործիք իրեն հետ էր եւ միտք իրեն հետ էր եւ կարելի էր փոխանցել սերնդես սերունդ, անընդհատ ձևափոխելով, լրացնելով տարբեր նոր խորհուրդներով, բայց կպահպանվեր հիմնական առանցքը։ Հիմա ավելի նախատիպի ցավոք սրտի ես չեմ կարողանում հետ գնալ, որովհետեւ մենք երբ որ անցնում էինք բուհում, մենք անցնում էինք ինսոլացիա հասկացությունը, հա, ինչպես պիտի լուսավորվի ընդհանրենք դասասենյակը, այսինքն արդեն ամիշ մաթեմատիկականի բերված, այո, պիտի գար, որտեղ 20-րդ դար էր, հա, բայց երբ որ հետ ենք գնում, ուրեմն պարզ մի բան, ավելի հաստատուն երևույթ ես չունեմ, քան թե արեգակն է, արեգակը, որ ջերմացնում, սնուցում է երկիրը, որի արդյունքում ծնում է բուսականություն եւ ինքը իրեն լավ է զգում ամբողջ կենթանական աշխարհով, ուրեմն ինչի նա չդարձնել կողմնորոշիչը, վստահելին։ Եվ այդ վստահելին ինչքան ես ուզում եմ շուրջ տալ, թե պատկերի ձևով երկրաչափական, թե ծավալի, թե իրեն կենթանակեր կամ բուսական փոխանցումներով, իրականում բան չի փոխվում։ Եվ մենք երբեմն չենք ուզում զուգահեռը տանել, թե այդ ինչպես է, որ մենք ունենք մայր տաճար կամ մայր եկեղեցի արտահայտությունը, բայց չունենք հայր տաճար, հայր եկեղեցի։ Ունենք մայր հայրենիք, մայր հող, հա, հայր հող չենք ասում։ Այսինքն արագանի եւ իգականի այդ հարաբերությունը նորից սկիզբ է առնում նույն ժամանակաշրջանից։ Մենք իջի չենք հաշվի առնում, երբ որ մարդիկ գիրք են գրել ուսումնասիրել են, որ ամբողջ Արարատյան թագավորության շրջանում բնակավայրերը ստեղծվում էին ըստ եռադաս համակարգի։ Եվ այդ եռադասությունը այսօր էլ ունենք ազգային ժողով, կառավարություն, չգիտեմ եւ այլը, հա, ինչքան էլ որ փոխվում է։ Ուրեմն ստացվում է, որ այդ մոդել մանրակերտը այնքան ճկուր մի բան է, որը պահում է իրեն առանցքը, անունները փոխելով եւ այլը, բայց միևնույն ինքը աշխատում է։ Դուք ծանոթ եք, կան զոհատեղիներ, զոհասեղաններ, սրբազան ճանապարհներ, այսօր հնագետներ եւ այլ ամբողջ այդ տերմինները օգտագործում են։ Ուրեմն ինձ ծանոթ բոլոր ուրեմն այդ զոհասեղանները աշխարհի 4 կողմի ուղղվածություն ունեն։ Մեծամոր, խնդրեմ գնացեք, դուք կարող եք զոհասեղանի մոտ ձեր դիմաց Արարատն է։ Ուզեք չուզեք, ձեր հետևում Արագածն է։ Գնում եք Արմավիր պատմական զոհասեղանի ձևը փոխվել է, բայց օրիենտացիան մնացել է նույնը։ Հա,
Տեղափոխվում եք բյուրական նույն երևույթը, անի նույն երևույթը, անի Պարիսպապատ անին ուներ դռներ, որոնք անին կապում էին աշխարհի 4 կողմերի հետ։ Բնականաբար ոչ ուղիղ գծով, ռելիեֆ կար, բայց այդ աշխարհի 4 կողմի հետ կապը բնակավայրի պահպանված էր։ Մենք ունենք ներողություն Գետաշեն գյուղը, որ այսօր մնաց մեր ոչ սիրելի արևանների մոտ, Գետաշենի քաղաքաշինական հորինվածքում զարմանալիորեն պահպանված էր աշխարհի 4 կողմի գաղափարը, որը կենտրոնացած էր բնակավայրի փոքրիկ հրապարակում, գյուղամեջ է որ ասում են։ Ուրեմն գյուղամեջի արևելյան կողմում գտնվում էր եկեղեցին, արևմտյան կողմում գտնվում էր աղբյուրը, որից բոլորը ջուր էին վերցնում, եւ անպայման տնկած էր Սոսենին, հա, Չինարը, ուրեմն պաշտամունքային ջուր, ծառ իրար հետ։ Այդ փոքրիկ հրապարակի հյուսիսային կողմում տանուտերի տունն էր, հա, հարավային կողմում շուկան։ Հիմա տեսեք, սա Արցախում էր։ Մեզ հաջողվեց լինել Լեռնային Կիլիկիայում, մի քիչ շեղվեմ, հա, ուղղակի զուգահեռ օրինակը շատ կարևոր եմ համարում։ Եվ բարձրանում ենք ձեզ ծանոթ Լևոն Թագավորի ուրեմն ամրոցը, Լևոն Կլա, ինչպես ասում են, եւ հերվից հերու երևում է, որ ամրոցը ինչ անարիք դիրքում է կառուցված, բայց նաեւ ես նկատում եմ, որ արդեն 3 ժամ մենք գալիս ենք Հարթավերյան Կիլիկիայից դեպի ուրեմն Լևոն Թագավորի այդ լեռնային շրջանը, ոչ մի բնակավայրի մոտով չենք անցնում։ 3 ժամ մեքենայով գնալ, հասնել մի բերդ, որտեղ թագավորը պիտի ուրեմն նստեր, հա, կառավարեր երկիրը, բնականաբար հարց է առաջանում, սնունդ որտեղից էին մատակարարում այդ ամրոցին, թագավորանից ամրոցին։ Մեկ պիտի սնունդ բերեին, չէ՞։ 9-րդ դարում, 10-րդ դարում 3-4 ժամ մեքենայով են գնում։ Եվ գիտեք ինչ պարզվեց, որ ամրոց չհասած, ուրեմն մի հատ ծառ է երևում հերվում։ Հերվից դժվար է որոշել ինչ ծառ է։ Մոտեցանք պարզվեց չինարենի է, սոսենի է, հա։ Եվ երկու տեղաբնիկ նստած են ծառի ստվերում, հանգստանում են, դաշտում աշխատում են։ Ես հարցնում եմ, այս ծառը ինչ ծառ է։ Զարմանում են, որ իմ տարիքի մարդը ծառներ չի ծառում, ասում են չինար, չինարենի է, լավ։ Ասում եմ, իսկ ծառի մոտ կարող է աղբյուր է եղել։ Ասում եմ, ինչի եղել է, հիմա էլ կա, ուղղակի ծածկել ենք, որ ջուրը սառը մնա։ Հիմա ես հիշում եմ Գետաշենը, ասում եմ, հա, կամ Բանանցը, նույն կառուցապատումն է։ Ասում եմ, հետաքրքիր է, եթե ճիշտ է քաղաքաշինական այս աշխարհի 4 կողմի ընդգծման քաղաքաշինական հենքը, այդ մոդել մանրակերտը, ուրեմն եթե սա ծառն է ու ջուրը, նշանակում է բնակավայրի ենթադրյալ կենտրոնում եմ, իսկ բնակավայր կար թե չկար։ Պարզվում է, կանգնած եմ կոտրված կերամիկայի վրա չեմ նկատում, որտեղ ծառին եմ նայում։ Այսինքն բնակավայրը ջնջել են, տնկել են նարինջի նոր պլանտացիաներ, բայց չինարը եւ աղբյուրը մնացել է։ Ուրեմն արևելքից, տեսեք Կիլիկիա, նույն քաղաքաշինական մոտեցումն է։ Բացի դրանից, եթե մենք երկրաչափական հայկական ամբողջ տարածաշրջանի երկրաչափական պայմանական կենտրոնում կանգնենք դեմքով դեպի արևելք, դուք կնկատեք, որ շատ տեղանուններ ունեն իրենց մեջ սև, մութ, չար եւ այլ պահպանված ուրեմն պատկերացումներ, որովհետև բնության մեջ հյուսիսային հատվածը, եթե դուք անտառ գնաք, կտեսնեք ծառերի հյուսիսային կողմում խոնավ է, բնականաբար եւ մամրակալած է։ Ուրեմն ճարտարապետական առումով դա ամենաանբարենպաստ կողմն է, ընդհանրենք հյուրասենյակ կառուցելու։ Հայ այնտեղ պատուհանները քիչ են կանում, պատնել հաստ են կանում կամ ջեռուցում ենք։ Եթե նույն երևույթով նայում են գլխատան համակարգը, որը ֆանտաստիկ ժողովրդական տան, բնակելի տան համակարգ է, ուրեմն 4 սյուների վրա հազարաշեն ծածկով գլխատան հյուսիսային կողմի սան վրա է դրվել ճրագը, որ լույսը վատ կողմից լուսավորի տունը։ Հա? Եվ հյուսիսային պատի վրա ոչ
պատրհան են արել, ոչ խորշ են արել, բոլոր արել են հարավային պատվիրը անկողնու շերտերը եւ այլը, հա թախտը, որի վրա պետք է նստեին։ Ուրեմն զուգահեռները ճարտարապետական, տիպաբանական ցանկացած հորինվածքի պարզվում է հենքում նույն մոտեցումը ունի։ Հիմա ինձ թվում է, որ եթե մենք այս ճանապարհով փորձենք հետազոտել ամբողջ տարածաշրջանի հուշարձանները, որտեղ մենք հիմա կենտրոնացել ենք այս հատվածի վրա, ուրեմն մեր ճարտարապետության մասին պատմատեսական պատկերացումները հնագույն շրջանից կփոխվեն մինչև այսօր։ Եվ մեկ օրինակ էլ բերեմ, ձեզ շատ չօգնեցնեմ, մեր համագործակցությունը քիչ առաջ որ արի տեղավ ասացի մեր օրմացիկ ուրեմն պատմաբանի հետ, մենք փոխանակում ենք տեղեկություններով, երբ որ ինքը ասաց, որ Ուրուկի թագավորի ուրեմն սեպագրից գտնվել է, որ նրանք հրավիրել են հայկական Արատայից, Հայաստանից ճարտարապետ շինարար եւ շինանյութ, ես փորձեցի հասկանալ այս մարդիկ, որ պիտի գնային այնտեղ կառուցեին իրենց աստվածուհու տաճարը, բա տեղում ինչ են կառուցել։ Չէ՞ որ եթե տեղում ոչինչ կառուցած չլինեին, այդ Ուրուկի թագավորը որտեղից պիտի իմանար, որ այդ ճարտարապետին հրավիրեր, թե ուրիշ մի տեղից հրավիրեր։ Էլ չեմ ասում, թե ինչ լեզվով են խոսել, դավանաբանական ինչ նմանություն, տարբերություն ունեին, թե չունեին, բնականաբար չէին կարող հակադիր ուժեր լինել թշնամական։ Եվ որոշեցի ուսումնասիրել ում աղբյուրներ, որ աղբյուրներից նորից անդրադարձա Թորոս Թորամանյանին, թվում էր թե ես ամեն ինչ գիտեմ նրա գրածներից, պարզվեց ոչինչ էլ չգիտեմ, իսկ Թորոս Թորամանյանը նկարագրում է, որ գնում էր հերթական իրեն այցելության Թալինի շրջան եւ գյուղացիներից մեկն ասեց իրեն ճարտարապետ էին դիմում, ճարտարապետ այստեղ մի հնավայր կա, եթե ուզում եք ցույց տամ։ Գնում են նայում է, գյուղացին ասում է կներեք, դիմացի բլուրը պիտի բարձրանայինք, սխալվեցի։ Եվ Թորոմանյանը ինչ է գրում։ Ամենը 4-5 նախադասություն է։ Թողների ընթերցողը ինձ թվաց ես զիկուրատի առաջ եմ կանգնած։ Ինքը տեսել է զիկուրատ։ Բայց իջել են, անցել են բլուրը եւ ինքը գրում է բլուրը բնական է։ Բնական բլուրը ուրեմն տրամագծով շրջապատված է անտաշ քարի պարսպով, հետո պարզում ինքը 7 տեսակ պարիսպ շարելու տեխնոլոգիա է նշում եւ ասում է տեղ-տեղ բարձրությունը հասնում է 4.5 մետրի, քանդված տեղով անցանք, լանջով բարձրացանք, երկրորդ պարիսպը տեսանք, որ շրջանցում է բլուրը, հետո անցանք երրորդը տեսանք, հա, գագաթում կա ինչ որ շինության ավերակներ սեույթին շրջանաձև հատագծով ու հստակ գրում է անպայման ուսումնասիրել։ Մինչև այսօր չենք ուսումնասիրել։ Հուշարձանը ավիրված է։ Բայց Թորոս Թորամանյանի, Աշխարհբեկ Խալանթարի, Սադրո Սարդարյանի ուսումնասիրությունը մեկտեղելով ես փորձեցի գծագրության վերածել այդ պատմածները եւ պարզվեց, որ մենք գործ ունենք զիկուրատի, իսկ Միջագետքում այդ պալատները, որ կառուցել են, նաեւ Հայաստանից հրավիրվածները, դրանք զիկուրատներ են։ Այսինքն եգիպտական բուրգերի նախատիպը, որոնց նախատիպը Հայաստանում բնական բլուրներն են, որը Թորոմանյանը ասում է բլուր բերդ, հա, Սանդրո Սարդարյանն ասում է կներեք, ես բնակելի եւ հասարակական որևէ հետք չտեսա պեղումներից, եւ ստերեոտին դա պաշտամունքային է։ Մենք դա անվանում ենք բլուր տաճար։ Եվ շատ հեռու չգնանք, մեկ բլուր տաճարել մեր ծիծեռնակաբերդում է կիսավեր վիճակում, որ միշտ չենք նկատում։ Այսինքն նախատիպը ունեցել ենք։ Ստացվում է, որ մենք առնվազն 4-րդ հազարամյակում, 4-րդ, չէ, երևի, մենք արտահանել ենք ճարտարապետություն, բայց հետո դարել ենք բյուզանդական ճարտարապետության կրողը։ Աբսուրդ է, այդպես չի լինում, չի կարող այդպես լինել։ Ուրեմն նման օրինակները շատ են եւ խորհրդանշանային, եթե այս մեկնություններին անդրադառնայինք, մենք շատ ժամանակ ուրեմն կվատնենք բոլոր շերտերի հետ կապված, հա, բայց տեսեք անցումը, ասենք սովորական սրահավորից մինչև գմբեթավոր այնքան հստակ է, ընդամենը փոխվում է ժամանակը, փոխվում է պահանջը մեկտեղվելու, հա, եւ առաստված ինչ որ
աղոթք բարձրացնելու բանը, որովհետև ունենք բազմաթիվ վկայություններ, ենթադրենք Ալիշան կարդանք, հա, մեր նախնիները բոլորովին կարիք չեն ունեցել անպայման հավաքվելու։ Երբ որ արեգակին տեսնում էին, ինչ որ պետք էր ասում էին արդեն։ Հա, անպայման չէր մի տեղ ունենային, որ մտնեին, որտեղ արեգակը դրսում էր։ Հա, կարող էին հավաքվել հրապարակում, հա, եղել է քարի պաշտամունքը, սարի պաշտամունքը, գագաթի պաշտամունքը, աստղերը դրսում էին, այո, այսինքն մենք հետագայում եկանք այստեղ, բայց այստեղ գալով հետաքրքիրն ինչ է, որ մենք տեսեք ուղղանկյուն հատակագծով կառույցը բարձրանում է, հենց հասնում է այս հատվածում ուղղանկյունը անմիջապես վերածվում է, լծորտվում է շրջանակի, որտեղ երկնային հատվածում շրջանակ արեգակը կա։ Այնտեղ քառակուսի ոչ մի բան չկա, այդ երկիրն է, որ տափակ էր ըստ մեր նախնիների պատկերացման եւ ուներ 4 կողմ տեսանելի։ Տիեզերքում 4 կողմ չկա, այնտեղ անծայր է։ Եվ տիեզերական արական սկիզբը շրջանակն է։ Եվ հետաքրքիրն ինչ է, բնության մեջ երևի միակ ուղիղ գիծը, հորիզոնի գիծը պայմանական չհաշված, դա արևի ճառագայթն է անպիտակից, երբ որ կա ամպ եւ կա ճառագայթ։ Մնացածը կոր գծեր են։ Եվ այդ ամեն ինչը մենք այստեղ տեսնում ենք, եւ տեսնում ենք առանցքայինը, տեսնում ենք դրա զարգացումը, ասենք հուշարձանների մեջ այդ թվում նաեւ բնակելիի մեջ տարբերությունը, նույն մոտեցումն է։ Տեսնում ենք երաշերտը այ հովի տաճարի ուրեմն հորինվածքում հստակորեն եւ այստեղ նորից պիտի հիշեմ Թորոս Թորոմանյանին, նա ասում է ամբողջ անիի 1001 եկեղեցիները, եթե ես դնեմ նշերքի նժարի մի թևին, այս մյուսին դնեմ հովի այս փոքրիկ եկեղեցին, սա ավելի ծանր է, քան ստեն մնացած ամբողջը միասին։ Եվ հարց է առաջանում, ինչով է նա գնահատել, հա, որտեվ ժողովրդական ավանդույթը, որ հայատար Վրաստանում Թբիլիսում տված ամսագրում է եղել, անվանում է ուրեմն չոբանի ժամ, հա, իսկ հետաքրքիր է չոբանով էր։ Պարզվում է հայկազան բառարանում, դա բան էր, Քրիստոս առաջնորդն էր։ Այսինքն նորից տեսեք պատկերացումները։ Եվ ինչ է ստացվում։ Ասում է, պարզ գրել է, ուրեմն խորան չունի այս տաճարը։ Հա, ոչ մի հետք չկա, որ այստեղ թաղում ա եղել։ Բայց երկրորդ հարկը ունի դուռ, այս երկրորդ մասը, շերտը։ Ոչ մի աստիճանի հետք չկա, ոչ ներսից, ոչ դրսից։ Ուրեմն ինչի համար է երկրորդ հարկի բացվածքը։ Հետո միջնադարում նկար, կա լուսանկար, որ հոգեորականները աստիճանը փայտից ցարկաչալակած գալիս են դնում, որ բարձրանը վեր է, որտեղ էլի չկա ավակ խորան։ Բայց խորհրդանշական առումով այնքան պարզ է խնդիրը։ Եկեղեցու դուռը, ինչպես ավետարանը, այդպես են գրում, այդպես գրել է Շիրակացին, հա, բոլոր մեր մեկնիչները, խորանների մեկնություն, եթե նայեք, եթե դուք ավետարանը բացում եք ու չեք կարդում, իմանա ձեզ համար փակ չի։ Հա, նույնը եկեղեցին, դուռը բաց է, դու մտնում ես անհավատ ես, չես հավատում, բաց էր թե փակ էր, ինչ նշանակություն ունի։ Ուրեմն այստեղ սա պահպանված է, երաշերտությունը առավել եւս այս հետաքրքիր լուծումները, հա, զարմանալիորեն կամ ոչ զարմանալիորեն կոչվում են, որտեղ հասկանալի չի ճարտարապետականորեն դա ինչի համար է, գեղագիտականորեն հասկանալի չի, բայց դրանք մանանան են, որ երկնքից կաթում են, որը ունենք նաև նորավանքում։ Այսինքն զարմանալի զուգահեռներ կան, որոնք մենք նայել ենք ուղղակի որպես պատմաճարտարապետական կամ հնագիտական հուշարձան։ Երբեք հարց չտալով ինչ է, ինչու է այդ տեղում, ինչու չէ մյուս տեղում։ Եկեղեցում ուրեմն հարց առաջանում, չէ, այս նշանի գոյությունը Գանձասարից սկսած ամենտեղ ունենք։ Այսինքն քրիստոնեական եւ միջքրիստոնեական այդ պատկերացման միությունը բնության մեջ կատարյալ ձևն է։ Հայր որդի Սուրբ Հոգի, հայր մայր զավակ։ Երկնային, եթե դրանք իրար հետ համահունչ են, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ոչ, հա, անի մայր տաճարի պարագան նույնը,
այս բոլոր կիսասյունիկները, հա, պետք է խորհրդանշային երկնային դրախտի գոյությունը եւ այլը կապված լինեն կենացարի գաղափարի հետ։ Եվ վերջապես տեսեք, ծանոթ 4 սյան վրա հենված գմբեթ հասկացությունը։ Ճարտարապետականորեն գմբեթը այսօր եւ միջնադարում էլ կարող ենք հենել ինչ կան ուզենանք սիմների վրա, մեկից մինչև չգիտեմ քանի հարյուրը, բայց ամենտեղ 4-ի վրա է հենված։ Սա մեզ պիտի հուշի, չէ, ինչու 4, որովհետև պիտի հիշենք 4 թվի խորհուրդը, դրախտից հոսում են չգիտես ինչի անպայման 4 գետ, հա, 4 աշխարհի 4 կողմ, 4 ավետարանիչ, մարդու 4 կողմը, եւ այլը, եւ այլը, եւ այլը։ Երբ որ այդ ստացվում է, որ մենք գործ ունենք, անընդհատ պատճառաբանված, հա, տեսեք, 2 բացվածք այստեղ, 2 բացվածք այնտեղ, հա։ Ինչի համար, երբ որ եթե նկարում եմ կամ գծում եմ, ուրեմն կարող եմ գոնե մի դար հետո փոխեմ, եւ բարձրացումա չէ, այս մոտեցումը 4-րդ դարից անդադ նույնությամբ կրկնվում է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, հա։ Հանկարծ այս հատվածներում հանդիպում են ավետարանիչները իրենց ուրեմն կենթանապատկերով Արենի եկեղեցում դա հստակ երևում է, եթե նույնիսկ արված չի, միևնույն է հեղինակը գիտեր ինչ էր անում, որտեղ ավետարանիչները կենթանապատկեր ունեն իրենց, հա։ Այո։ Նույնը վերաբերում է թմբուկների բացվածքներին, անկախ նրանից թե ինչ հորինվածք ունեն, բացվածքների քանակները շատ հետաքրքիր են։ Ուրեմն 16-ը արևի թվային բանն է, խորհրդակիրն է։ Ուրեմն ավելինը չկա, ունենք 32 միայն արտաքին բանով բեժնի եկեղեցիում, բայց դե շատերն էլ գիտեք, որ չեն պահպանվել, չէ։ Ամբողջ, ուրեմն նման, երբ որ տեսնում ենք քանդակազար տարբեր պատկերներ, ուրեմն միշտ արևմտյան կողմում խաչված Քրիստոսն է։ Խաչված Քրիստոսը չի կարող լինել արևելյան կողմում։ Բայց եթե մենք տեղափոխվենք, թող ինձ ներեն ժամանակակից Աբովյան քաղաք, մենք տեսնում ենք արևելյան պատին հայրմերը տաշված ամբողջ ճակատով մեկ։ Անհասկանալի է, հիմնավորված չի ինչի հայրմերը արևելյան ճակատում պիտի լինի։ Եվ արևելյան ճակատում պիտի լինի արեգակ խաչը, որտեղ առաջին ճառագայթը սուրբ սեղանի վրա պիտի ճշմարիտ լույսով իջնի։ Նույն բանը տեսնում ենք Տիգրան Հոնենց անիում, հա, տեսնում ենք Հարիճում ամբողջը կենաց ծառի խորհրդով պատկերված Հարիճի մեր համալիրը, հա։ Տեսեք, ամբողջ այս թմբուկը խորակերտի, նախ խորակերտ անունելը չէ հիշում, 3-4 թվերի հարաբերության մեջ է գնում։ Այսինքն մի ամբողջ կառույց 2 թվային համաչափական համամասնությամբ է կառուցված։ 3-4-ն էլ հայտնի է որտեղից պիտի գար։ Այ տեսեք, հերիք չի, ամենակ այսօր համակարգչով սա գծելը, գիտեք ինչ տարօրինակ մի բանի բերես, թվում եթե շրջանագիծը բաժանել 10 մասի, այսօրվա համակարգչով դա պիտի լինի այսպես հանգիստ մի բան, բայց երբ որ բաժանում ես, պարզվում է այս սյուները մեկը մյուսի վրա է անգնում։ Ուրեմն միջնադարում ոչ թե համակարգչով են արել, այլ հասկանալով 10-ի բաժանումը երկու չափը 6-անկյան շեղված է։ Եվ նրանք հավասար շրջանակի վրա դասավորված են, ինչ որ համակարգչը չի կարողանում անել։ Բացի դրանից, այս պատկերը 1, 2, 3 անգամ կրկնվում է ու դեպի ծավալով վերև, ոչ թե մի հարթության մեջ է։ Այսինքն այդ եռաչափ դասավորությունը քարերի կտրվածքով, այսինքն քարի կտրներով պիտի հավաքվեր այդ ամբողջ համակարգ իրեն խորհրդով։ Բազմաթիվ են օրինակները, սա անցնենք։ Իմիջայլոց, տեսեք, հետաքրքիր մի բան կա անվանումների հետ կապված, որը մենք նույնպես ցավոք սրտի անտեսնում ենք եւ չենք օգտագործում նույնիսկ ճարտարապետական հասարակ տերմինաբանության մեջ, հայերեն տերմինաբանության մեջ։ Մենք ուսանող ժամանակ, երբ որ կամար էինք գծում, ասում էին կամարի մեջտեղի քարը, որպեսզի ամրացնի կամարը, հա,
պիտի անունը դրա պիտի դնենք փական, ինքը փակում է կամարը։ Ռուսերեն զամոկ են ասում, հա։ Պարզվում է միջնադարում փական բառը չեն օգտագործել, դա կոչվել է սիրտ կամարո։ Հիմա հարց առաջանում, եթե մենք այսօր օգտագործեինք սիրտ կամարո, մեր մտա հորիզոնը ինչպես պիտի փոխվեր, որտեղ մենք ում սիրտն ենք կառուցում կամ փորձում ինչ անել, հա։ Կամ երբ որ նախագիծ ենք անում եւ գրում ենք ննջարան 1 լավագույն դեպքում, եթե ոչ ռուսերենով կամ master bedroom, հա, հիմա մոդայիկ է, չէ, մոռացել ենք, որ ծնողների ննջարանը միջնադարում կոչվել առագաստի սենյակ։ Պարզ հասկանալի, հա, այսինքն տեսեք ժամանակի մեջ հետ ենք գնացել, կորցրել ենք նախնական նախատիպի մասին մեր պատկերացումը, դրանց համամասնությունը, համաչափությունը, բառ տերմին հասկացությունները եւ ընդհանրապես փորձում ենք վերականգնել այն ինչ որ կարող ենք վերականգնել, բայց իրականում տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն նախաստեղծ հայրաստո պատկեր ժայռապատկերում, աշխարհի 4 կողմ պատկերացում, նախաստեղծ մոր պատկեր, իմիջիալոց արեգակներ ներսում եւ տեսեք մեր եկեղեցական ուրեմն կառույցի տրոհումը։ Եվ այն մոդել մանրակերտը ինչի մասին որ սկզբից փորձում է ասել, այս սա է, որ քառակուսին ընդգծված կամ ներգծված շրջանակով որ երկիրն է եւ այդ երաշերտը աշխարհի 4 կողմով այս կառույցի թե ներսի թե արտաքին ծառայական համաչափության մեջ միանշանակ մենք դարերով օգտագործել ենք քրիստոնեականից մինչև նախաքրիստոնեականից մինչև քրիստոնեական եւ ճարտարապետական բոլոր դրսեւորումներով քաղաքաշինությունից մինչև ուրեմն խաչքար մոտարապես այսքանն է ուզում ձեր ուշադրության ներկայացնել եթե շատ հոգնեցրեցի կներեք հարցեր եթե կան խնդրեմ Կան հարցեր Լավ Օրինակ խորանը որտեղ է գտնվում, էլի եկեղեցիներում։ Ուրեմն տեսեք, ըստ նախնական քրիստոնեական պատկերացումների խորանը պիտի կառուցվեր ժայռի վրա կամ ժայռոտ մի տեղում, որովհետև ըստ Աստվածաշնչյան Մատթեանի, ուրեմն այդպես, բայց հետագայում պարզվեց, որ մենք այդպես մի քանի եկեղեցի ունենք, որ հիմք չունի, ժայռի վրա է միանգամից պատը շարված եւ մինչեւ այսօր կանգուն է։ Ուրեմն ուշ միջնադարում եղավ կառուցման տեղի փոփոխությունը, որտեղ իրականում դրանք բոլորը կառուցված են միջքրիստոնեական կառույցի հիմքերի վրա։ Խորանը գտնվում է եկեղեցական պաշտամունքային կառույցի արևելյան հատվածում։ Ստորգետնյա թե Չէ, ստորգետնյա չի կարող լինել, որտեղ ստորգետնյան անդրաշխարհն է, անդրաշխարհում ոնց կարող է։ Դուք ասացիք, որ բնության մեջ միակ նո առաջին ամենաուղիղ գիծը ճառագայթն արևի։ Այո, ուղեղին մոտ, Հա, որտեղ միայն կեսօրինը կարող է ճիշտ ուղղահայացնել, մյուսները շեղել։ Մեզ գոնե այդպես է թվում։ Մենք ունենք արդյոք տերմին կամ ճարտարապետության մեջ մենք ունենք դրա դրսևորումը, որ երթիկից ընկնող լույսը, դե եթե արևը կեսօրին է, ուրեմն պետք է լինի ուղիղ։ Այո։ Այդ լույսի սյունը, սան դրսևորումը ճարտարապետորեն ունենք թե չունենք եւ եթե ունենք ոնց է դա դրսևորվում։ Ուրեմն ունենք գրավոր աղբյուր, որտեղ ուղղակիորեն նշված է սյունը գավազան է, որ պահում է տիեզերքը։ Ուրեմն այս արտահայտությունը ինձ թվում է պիտի որ բավարարի բոլորից, որտեղ եթե տիեզերքն է պահպանում, իսկ տիեզերքի լուսային ճառագայթները իրականում երկրի վրա չեն շեղվում, այդ մենք ենք տեսնում ըստ շարժման։ Ուրեմն նրանք կարող էին գլխատան համակարգ ազատությունից մտնել նաև ուղղահայաց եւ պատահական չի որ կրակարանը պիտի լիներ հենց դրա տակ, որտեղ ինքը իրականում խորհրդանշում է արեգակի երկրային տարբերակը։ Ուրեմն բոլոր բուխարիները, եթե մենք փորձենք համեմատել, կտեսնենք այն բուխարիները, որոնք կարծր քարից չեն պատրաստված եւ կարմիրին մոտ չեն, ինչպես վարդակ կարմիր տուֆը, ներկված են կարմիր։ Այսինքն արեգակի նույնիսկ գույնն է պահպանվել,
որտեղ նա արեգակի երկրային կերպարն է, դրսևորումն է, նաև իր վրա գտնվող խորհրդանշաններով։ Հատ ճշտող հարց։ Այո, Այդ որ ասում սյունը գավազանն է։ այո։ Նկատի ունի եկեղեցու քարեսյունը, թե այդ լույսի սյունը։ Երկուսն էլ, որովհետև սյունը ինքը զուգահեռվում է եւ կենաց ծառ, եւ իբրև մարդկային մարմին, որը ունի ոտքեր, գլուխ եւ մարմին, հա, եւ գլուխը, մարմինը միանգամից փոխակերպվում են կենթանապատկերներով, իմիջայլոց այն որ մենք ասում ենք խոյակ, հա, ուրեմն դա գլուխն է եւ խորհրդանշում է խոյը։ Իսկ խոյը այն կենթանին է բնության մեջ, որ ամպրոպի ժամանակ չի թաքնվում։ Մնացած բոլոր կենթանիները թաքնվում են։ Բացի այն որ չի թաքնվում, դուրս ցած նայում է դեպի երկինք։ Հա, եւ օրդերային համակարգում համաշխարհայինում կա հոնիական օրդեր հասկացությունը, հունական դասական ճարտարապետությունում, բայց չի նշվում շատ դեպքում, թե եթե մենք գիտենք, որ ենթադրենք ըստ սյունակարգի դորիական օրդերը Դորիա նահանգի օրդերն է, բա Հոնիա նահանգը որտեղ էր։ Ուրեմն Հոնիան պարզվում է Փոքր Ասիայի արևմտյան սահմանն է, որը սահմանակից էր Հալդերի երկրին։ Հա, Հալդերի երկրից մինչև Հայաստանի կենտրոն ինչքան էր հեռավորությունը։ Եվ իմիջայլոց հին հունարենում այդ խոյակը, հոնիականը կոչվում է խալկ է, որ ուղղակի նշանակում է Հալդերի երկրից բերված։ Այսինքն իրանք շրջում են, որ սա բերված տեսակ է։ Իսկ խոյը նույնիսկ այդ ճարագայթի հետ պիտի կապ ունենար երկինքի նայելը պատահական չէ, ինչպես որ ընդհանրապես կառույցը, որ դեպի երկինք է ձգվում։ Բեզուարյան այցն է, էլի որ գնացին։ Ինչպես։ Բեզուարյան այցն է ըստ երևույթին, որ բանի մեջ դա Բեզուարյան այց է կամ Լեռնային մուֆլոնը։ Այդ տեսակներն են։ Ես ուզում եմ հարցնել հետևյալը։ Հայտնի է, որ շատ դեպքերում առաջին եկեղեցիները կառուցվեցին հեթանոսական ավերված տաճարի հիմքերի վրա։ Այո։ Այս պարագայում, ասենք, խաչի հանգամանքը որքանով է առնչվում, չգիտեմ, Քրիստոսի քրիստոնեության սիմվոլիկայի հետ սա մեկ։ Եվ երկրորդը, որ չափով է դա կապված լեռնային երկրում, սեյսմիկ երկրում, սեյսմակայուն կառույց ստեղծելու գաղափարի հետ։ Խաչը Խաչաձև կենտրոնագմբեթ, խաչաձև եկեղեցի, ասենք։ Հա, խաչը քրիստոնեության հետ չեկա որպես ճարտարապետություն, այդ խնդիրն եմ ասում։ Հա, իհարկե չեկավ։ Նախ տեսեք, այստեղ կա մի հետաքրքիր բան, որ նորից ինձ թվում է մենք այդքան շատ չենք խորացել։ Ով որոշեց Քրիստոսին խաչել, որ պիտի խաչը դառնար հետո քրիստոնեության նշաններից մեկը։ Այդ դրան եմ գալիս։ Եթե հրաման տվողը հռոմեացի զինվոր էր, սպա, կարծեմ, չէ, ուրեմն նա գիտեր երկրածին որևէ արարածին մահապատժի ենթարկվելու բազմաթիվ եղանակներ։ Եթե կացնահարեր, ուրեմն կացին պիտի դնեինք, կարծեք թե դրա բանորեն չի հնչում։ Նշանակում է, եթե ինքը պիտի ընդուներ մի բան, եթե ասում են եկել է մեկը, որը իրեն համարում է Աստծո որդին, իրենց համար Աստվածը պիտի լիներ արեգակը, որի նշանը արդեն Հռոմում կար արդեն որպես խաչ, պարզե ոչ հայկական լեռնաշխարհի խաչ, որտեղ մեզ մոտ ավելի վաղ էր այդ պատկերացումները։ Ուրեմն խաչելությունը ինչքան էլ ուզում են շուռ տալ, հա, որ իբր թե, չգիտեմ, գիտեք այդ պատմությունները։ Բացի դրանից կա մի ուրիշ բան էլ, այն բլուրը կամ բարձունքը, որտեղ որ խաչեցին Քրիստոսին, միտեղ գրված է, որ դա հրաբխային ծագում ունի, միտեղ նստվածքային։ Իրականում դա նստվածքային է, որտեղ այդ հատվածում հրաբխ ինչ-որ չի գրանցված։ Ուրեմն այստեղ էլ կա հակասությունների շղթա։ Ինչ վերաբերում է դրանց սեյսմակայունությանը, ուրեմն սեյսմակայունության մասին պատկերացումների նախնական ձևերից մենք էլի չգիտենք որևէ բան։ Մենակ ուշ միջնադարում գիտենք, որ եղել են որոշակի փայտե հեծաններ, որոնք դրել են որոշակի շերտում, որ կարողանանք շերտերի մեջ շարժումը ապահովել։ Եվ դա էլ պատճառն է, որ
բոլոր այն թույլ կետերը, որ եղել է կառույցում, դրանք հետագայում չեն պահպանվել տարբեր երկրաշարժերի ժամանակ։ Փորձել ենք դա վերականգնել, որտեղ ցավոք սրտի միդի շարվածքը մեծ թռիչքներ չի ապահովում։ Դրա համար մեզ մոտ սահմանափակվեց իր ամենամեծը, գիտենք, ասենք Մաստարայի գմբեթն է, հա, որ կարողացանք անել։ Բայց շեշտը դրվեց մոնումենտալության վրա։ Հիմա Խաչաձևինը, եթե մենք նայենք, օրինակ աշտարակինը, այս բանի փաստորեն 7-րդ դարից, եթե 7 է, կարմրավորը, ինքը չի վնասվել, այդպես ճաքեր ունեցել է, բայց չի վնասվել։ Դա կախված է, ինձ թվում է շինարարության ժամանակից, ինչքան երկար է տևում, ինչքան վարպետներն են փոխվում, հա, եւ ինչքան է փոխվում նյութատեխնիկականը։ Բայց միևնույն է, այն թուր կարծիքը, որ իբր թե բանի պատից հանված այդ որ նիշաներ են ասում, որ դրանք սեսմա դիմացկուն խորշեր են, մի քիչ այդպես էլ չի, որտեղ դրանք կոչվում են հայկական խորշեր, որտեղ բուզանդականում չկա, եւ մեր մեկնիչները միջնադարյան ասում են, որ դրանք ունեն որոշակի իմաստ։ Դա նշանակում է ըստ մեր միջնադարյան մեկնիչների, որ ճշմարտությունը երկնքից է ծնվում, բայց արդարությունը երկնքից է իջնում։ Եվ այդ խորշի վերնամասում այն ինչ որ քանդակված է, որը կոչվում է սիրամարգի պոչ, հա, որը արևաճաճանչն է, այսպես ասած։ Այսինքն երկրային ուժերի թափանցումը, երկրային, աստուերկրային տոն գաղափարն է, որտեղ եթե պատի այս հատվածը ես թեթևացրել է, որ սեյսմիկ խնդիր լուծեմ, բա մյուս հատվածը ինչի չեմ արել։ Եվ իրականում այդ հատվածում պատը ամենանեղն է, եւ մենք ունենք, ասենք, առողջություն բանում հենց այդ հատվածից ճաքեր։ Այնպես որ սա նորից թեմա է, բայց եթե հենվենք ճապոնացի հետազոտողների վրա, որոնք հատկապես Սպիտակ երկրաշարժից հետո եկան Հայաստան, նրանք զարմացած են, թե ամբողջ միջնադարում ոնց են կարողացել այդ ժամանակակից տեխնոլոգիա համեմատած միդի շարվածքով համանդեպս այնպիսի կառույցներ, որոնք մինչև այսօր կանգնած են թեկուզ կիսահավեր, որտեղ իրանք նոր են փորձում դա հասկանալ ինչպես անեն եւ ելի բնության դեմ պայքարը շարունակվում է։ Բայց որ դա էլ խնդիր է իրականում, այսպես ուսումնասիրության կարոտ էլի։ Այստեղ հարց։ Այո։ Մարմարաշենում Գյումրու մոտ այդտեղ եկեղեցի կա կիսավեր, կլոր հիմքով, որ այս բարձրության պահպանված է, ու մինչև այս բարձրությունը այդ գետնից սկսած այնց գալտեր են գալիս։ Այո։ Ուզում հարցնեմ, թե այդքան երկար բարձրության գալտեր ուրիշ տեղ հանդիպում է մեր ճարտարապետության մեջ, որտեղ ես ինչքան տեսեմ, sense քիչ հատված է, էլի այդ նախշը գնում։ Իսկ այդտեղ ոնց որ sense շատ երկար բարձրություն ունի, ոնց որ հիմա մենք իրար աուդիո հաղորդագրություն ենք ուղարկում, այդ դրա հատույթը ոնց որ լինի, էլի եկեղեցին ամբողջապես, մեկը այս sense կլոր հիմքով եկեղեցիներ, բացի այդ հովի տաճարից, զվարթնոցից որտեղ են հանդիպում։ Ու դա որ դարի եկեղեցի է, այդ եկեղեցու մասի տեղեկություն չեմ կարող գտնել։ Շնորհակալություն։ Իրականում դա հայտնի է, ուրեմն ցանկացած միջնադարյան ճարտարապետության մեջ դասագրքում էլ կարակ տեսնեք բոլոր տիպերը, ամենամեծը դրամագծով դա Տայքի բանա եկեղեցին է, շատ հետաքրքիր մի կառույց, որը երևի ամենաշատն է տուժել երկրաշարժից, եւ հետո ունենք դրա մյուսները Զվարթնոց, Գագիկաշեն, հա, Գառնիում տաճարի մոտի եկեղեցին, որ եղավ Մարմաշենինը, որ ինչպես որ ասում եք, սա ամեն ինչը կախված է ժամանակաշրջանի եւ պատվիրատուի ունեցած հնարավորությունից, որտեղ խնդիրը, կարևորը խնդիրն է երկրային շերտից, երկրային կյանքից ինքը պիտի առանձնացվի, որ կոչվի Աստծո երկրային տուն, որ հետո դառնա երկնային տուն։ Ուրեմն դա այդ նախապատրաստական շերտն է։ Մարմաշենում շատ ավելի կարևոր մի բան կա։ Այդ շերտը, որ պահպանված է, եթե ուշադիր նայեք, այնտեղ պահպանված է երկրորդ շերտի գծագրությունը, որտեղից պիտի սկսվի երկրորդ շերտը։ Այսինքն կենտրոնական առանցքից նշահարել են, որտեղ մյուսներում դա թաքնված է, չի երևում։ Հա? Այդ առումով Մարմաշենը, հետո չմոռանանք, որ նա Անիի դպրոցն է։ Իսկ Անոյի դպրոցի լավագույն նմուշները հասել են նաև Մարմաշենի համալիր։ Եվ այնտեղ կա զարմանալի բան, այդ քիչ առաջ որ ասացի, այդ կաթոցները, մանանաները, մեծ եկեղեցում, եթե դուք նայեք,
անկյունի վերնամասում մանանաներ են արված, մի բան, որ դուք ոչ տեսնում եք, տեսնելու համար պիտի կանգնեք կառույցի անկյունում ու նայեք անպայման վերև, որը, չգիտեմ, 1000-ից մեկը նայում է, թե չի, այսինքն մտածված է մանրակրկտորեն ամեն ինչը։ Ափսոս, որ այդեղ ջրամբարի կառուցումով մենք կորցրեցինք բանի հունի հնագույն շերտերը, դեպ այնտեղ շատ հնագույն շերտեր կան պահպանված, սկսած ուրարտական շրջանի արձանթակայության արձանագրությունից մինչև խաչքարեր եւ այդ երաշերտության նաեւ դրսևորումները քարի վրա, համ սահման է, համ բան է։ Այնպես որ կրոր հատակցով շատ ունենք եւ ոչ միայն հստակ շրջանակաձև, այլ բազմանկյունից, հա, դրա համար ունենք 6 խորան, 8 խորան եւ այլը, որը ձգտում է դեպի շրջանակը։ Ունենք բազմաթիվ կա։ Եվ այստեղ էլ եթե նկատեցիք, ես այդ օրինակները բերել էի։ Կան, իհարկե կան։ Տարբեր են, դրանք բան են, պարտադիր պայման չեն։ Դրանք լծորտումների շղթա է, որտեղ այդ նույն լծորտումը մենք ունենք պատուանի գոգերի վրա, դռների վրա, այստեղ ընդհանրապես այդ հատվածում է օգտագործված։ Պարզունակ ձևը ուղղակի պատի առաջ հաղացումն է, բարդը ավելի գարնիունն էլ այդպես է, մի քիչ ուրիշ լուծումով։ Ներողություն, ես ուզում եմ հասկանամ, որ բյուզանդան արդեն 7 դար չկա, բայց մեր ճարտարապետությունը կոչվում է բյուզանդականի ստիլը, ձևը, ոնց է դες պատահել, որ Բյուզանդիայի Մարիա քաղաք, ասենք Այա Սոֆիայից բացի մենք այդպիսի կոթողներ չունենք, ասենք քրիստոնեական, որ երևա այդ բյուզանդական ձևը, բայց մեր արդի հենց Մոսկվայի տաճարը, Աբովյանի տաճարը, որ նույնը արաբկիրի վանքը մեր եկեղեցին, այդպիսի եւ մեր այս վաղ միջնադարյան եւ ուշ միջնադարյան բաները ձևերը իրար հաջորդում են եւ կա մեր համար չկա, ասենք նախ միջնադարյան, ասենք ճարտարապետական ձևերը շարունակական է եւ վերջին հարցը, որ Գառնի տաճարը, որ կառուցել են հույները, ինչը Հայաստանում են ժամանակ ճարտարապետ չկար, ինչի են Դուք որտեղից գիտեք, որ հույներն են կառուցել։ Պատի վրա գրած է, որ փողել չեն տվել անգամ։ Չէ, ներողություն, այդպես չի։ Դրանք ժողովրդական բաներ են։ Հա։ Եվ դա ինչ ձև է, դա հունական սյուները, դա Չէ, տեսեք։ Ուրեմն ճարտարապետությունը արվեստի այն տեսակն է, որը ահավոր կերպով կապված է երկրի տնտեսական իրավիճակի հետ։ Արվեստի ոչ մի տեսակ այդ կախվածությունը ուղղակիորեն չունի։ Եվ ճարտարապետությունը չի կարող դա խուսափել, որովհետև ում համար եմ կառուցում, պիտի լինի պահանջ։ Պահանջը պիտի լինի սոցիալական պես հիմնավորված։ Այդ պահանջը պիտի հիմնավորվի տնտեսական ներդրումով։ Ուրեմն, եթե հզոր է պետությունը, ճարտարապետությունը սկսում է ծավալով մեծանալ։ Պետությունը հզոր չի, ճարտարապետությունը փոքրանում է։ Այլ բան է, թե այդ փոքրացման կամ մեծացման ճակերտավոր ասած ընթացքում ինչքան է պահպանում իր գեղագիտական, մշակութաբանական եւ այլ արժեքը։ Եվ կա մի զարմանալի բան, որ երբևէ չենք ուզում նկատել, միջագետկան մշակույթ, հա, ամբողջ աշխարհը գիտի միջագետկան մշակույթ։ Միջագետկան մշակույթում պահպանվել են զիկուրատներ եւ ուրիշ ոչինչ բան։ Բայց ժողովուրդը ո՞նց է ապրել։ Հա, որտեւ ամբողջ կառավարումը եղել է թագավորի կամ չգիտեմ, հա, քրմերի ձեռքում, հա, Եգիպտոս գնանք, կառուցվել է տաճար, կառուցվել է բուրգ։ Բա ուր են մնացած բաները։ Գալիս ենք աստիճանաբար դեպի Եվրոպա, երբ որ արդեն փոխվեց ընկալումը, կառավարումը, մշակութային հասարակական շերտերի հարաբերությունները, հանկարծ տեսնում ենք կա պալատ, կա եկեղեցի, կա դղյակ, հա, պալատական կառույցներ, հա, գալիս ենք նույն խորհրդային շրջան, տեսնում ենք ինչքան որ արգելեցին եկեղեցին, մնաց եկեղեցին, արդյունաբերական կառույցներ, չգիտեմ, հասարակական, ժողովրդական եւ այլը։ Այսինքն հարաբերությունը պետք է նայել ճարտարապետականի ըստ պատմական ժամանակաշրջանի կոնկրետ իրողության։ Եթե Հայաստանը ինչ-ինչ պատճառով չուներ պետականություն եւ բնականաբար չուներ հզորություն, ինչ պիտի կառուցեր։ Այա Սոֆիայի տաճար կառուցելու իմաստ չկար։ Կարիքը չկար։ Ինչպես որ հիմա
ասենք Էջմիածնում ինչքան փող ունենամ օպերախի եմ կառուցում ում համար 2 րոպե կգամ Երևանի օպերայից կօգտվեմ այսինքն ճարտարապետական հորինվածքները մեզ տանում են բոլորովին ուրիշ դաշտ իմիջիալոց որտեղ որ զուգահեռաբար պիտի լինի հավասարի նաև գիտական գործունեությունը հասարակության գիտական կարողությունը գիտատնտեսական կարողությունը տեխնոլոգիական հնարավորությունը միտքս կարող է շատ բան ուզենալ բայց տեխնիկապես չեմ կարողանում իրականացնել նույնիսկ այս պայմաններում մենք տեսնում ենք որ 4-րդ դարից մինչև էր ստեղծել ենք հոյակապ շղթայական անցումով մի երևույթ որը այսօր հպարտությամբ ասում ենք հայկական միջնադարյան ճարտարապետություն որը արդեն գիտենք հենված է մինչ քրիստոնեական շրջանի վրա լավագույնս այն դեպքում երբ որ հունա-հռոմեականի հենվան շերտը հայտնի չի դուք գիտեք քանի հետազոտողներ կան որոնք պարզ գրում են հունական ճարտարապետության նախատիպը Հունաստանում չկա Ուրարտոյում այո Մուսասիրի տաճարում է ճիշտ եք ասում այո ինչ վերաբերվում է ձեր ասած Գառնիին ուրեմն Գառնիի տաճարը մեզ սովորեցրել են որտեղ խորհրդային միության անտիկ շրջանի պահպանված լավագույն հուշարձան եւ վերջ ուրեմն ամբողջ հունա-հռոմեական տաճարաշինության մեջ թաղակապ ծածկ գոյություն չունի քարից բնականաբար իրանց մոտ դա փայտի ծածկեր են եւ այդ փայտի ծածկերի շինանյութը անտառներում այլևս չկա նրանք ավիրվել են հրդեհվել են հրկիզվել են եւ այսօր պատերն են կանգնած Գառնին կառուցված է քարե թաղակապ ձևով որը մինչև Գառնիի տաճարը Հայաստանում արդեն կիրառվում էր հա Գառնիի տաճարը ունի երթիկ մյուսները չունեն Գառնիի տաճարում Միհիրի արձանը ոչ թե դրված էր կենտրոնում այլ դրված էր ուրեմն պատի մոտ դա փաստորեն մեր քրիստոնեական բանի խորանի նախատիպն է ինչպես չէ հարավային կողմում արևելքը չէր պահպան որտեղ արեգակը ես ասացի անձեռնամխելի էր մենք արեգակին ամենտեղ չպետք է օգտագործենք այդ հետո նա դարավ քրիստոնեության Քրիստոսին ակամացում փոխարինող մի բան ճշմարիտ լույսը Քրիստոսի մոտ է ոչ թե արեգակում դա ընդունեցինք մենք այնպես որ ինչ վերաբերում է ձեր փող չտվեցին իսկ եթե նվիրատվություն են արել թարգմում չէ այդտեղ չի գրված էլ եկեք այդտեղ չի գրված մարդը նվեր արել ուրեմն թագավորը փող չուներ հա տրտատը որ այսքան մոզաիկայի փող տար քներեք բանաձևը ձևակերպում ուրիշ է թարգմանությունը ուրիշ է որտեղ այդպես բաներ չի լինում պատմության մեջ Հարցեր կան փող չտվեցին ձրի արել այո ձրի արել ոչ թե հա որտեղ նվեր է տվել մարդը այո կա որոշակի տեղեկություն, որ տեղեկատվություն ավելի շատ կամ քննարկումներ, որ Զվարթնոցի տաճարի մասին է հարցս, չնայած իր ժամանակին, որ շատ հեռու էր թվում է թե պայթուցիկ նյութերից, բայց կա տեսակետ, որ նա պայթեցման հետևանքի, որ գմբեթը բավական հեռու է ընկած։ Այսինքն եթե երկրից գողությամբ ընկներ, այդքան հեռու չպետք է որ ընկներ։ Ինչ է, որն է ձեր տեսակետը։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես Զվարթնոցի տաճարը շատ խնդրահարույց կառույց է, որտեվ նախ ինքը ստեղծվել է ժամանակ, երբ որ կար Հայաստան-Բյուզանդիա քաղաքական շատ ոչ հաճելի մի իրավիճակ, այսինքն նա կարծեք թե ստիպված էինք նման մի բան կառուցելու։ Երկրորդը, որ այո, նա չէր կարող այդպես քայքայվել, ինչպես որ ասում են, որտեվ մեր տղաները իմիջիալոց հետաքրքիր, երբ որ նոր համակարգչային այդ հետազոտությունները բաներ եղել, ուրեմն կոնստրուկցիայի ամբիոնում հաշվարկեցին, համակարգչային հաշվարկը կարծեմ 0.0 քանի տոկոսով անհամաչափություն տեսավ մաթեմատիկական ամբողջ հաշվարկից հիմքից մինչև գմբեթ, հա, այնպես որ նա քանդվել է, հա, եւ հայտնի էլ չի թե նրա ստորին շերտում ինչի վրա է կառուցված եղել, որտեվ ինքը բզկտված կառույց է, մինչև որ Թորոմանյանը պիտի հասներ։ Առավել եւս ամբողջ մտածողությունը այնպեսին էր, որ Թորոմանյանին նա Սիբիր էին ուղարկում, թե ոնց է համարձակում նման
հիպոթեզ տանել, որ նա երահարկ է, ինչ երահարկ, դուք ով եք, որ նման բան կառուցեիք։ Այնպես որ մենք նման բաներ շատ ունենք, խնդրահարույց կառույցներ, այն հովի եկեղեցին ինչպես որ ասի, ասենք նույնիսկ Անիի պարիսպների ուսումնասիրությունը մենք չենք կարողանում անել, ձերքերս չի հասնում կամ միտքներս չի հասնում, երբ որ ամբողջ սպայական սրբատաշ ինտերիերներն են պահպանվել։ Ասենք սպայական կայազորը աշխատել է, ապրել է սրբատաշ ինտերիերների մեջ։ Հա, ամենամանրամասն բանով, երբ որ ներքևը զորանոցներ, կողքը ձիանոցներ, այնտեղ չգիտեմ ինչներ, ել չեմ ասում, հազարակ մի բան ամրոցաշինության ամբողջ գրականության մեջ ոչ միտեղ չի ֆիքսված այդ ամրոցի աշխատողները ներողություն զուգարանից ոնց էին օգտվում։ Կիլիկիայում սա պահպանված է։ Ֆանտաստիկ բան է, որ որևէ գծագրում չունենք արած, որտեղ այսինքն կիսատ է։ Ինչպես որ մենք երբեք չենք ասում, ծովից ծով Հայաստանը ասում ենք, բայց ծովից ծով քանի հազար կիլոմետր է, բնությունը փոխվում է, ճարտարապետությունը պիտի փոխվի, ռելիեֆը փոխվում է, շինանյութը փոխվում է։ Մենք այդ համեմատությունը տվել ենք, որ մեր արժեքը իմանանք մենք վերջապես ինչի տեր ենք։ Դա էլ չեն կարել առայժմ։ Հա? Եթե դրան ավելացնենք ամբողջ սփյուռքահայ ճարտարապետական ներուժը, որի մասին ընդհանրապես պատկերացում չունենք այստեղ, ուրեմն մենք ինչ ենք ուզում այսօր անել։ Այն ինչ որ անում ենք, հա, բայց ուժը ինչի չենք օգտագործում։ Շումեր գնացել ենք, արել ենք, հիմա հակառակը չենք ուզում անել։ Խնդիր կա, ցավոք սրտի։ Գերի վիճակը նայում ես։ Հա։ Ասես ես նույն ասում եմ։ Հա։ Լավ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։